Դա է ֆունդամենտալ բան կա։ Մեր սերունդը, քու սերունդը, իմ սերունդը, մեր սերունդը ամենատուժված սերունդն է քաղաքական իմաստով։ Որովհետև այս սերունդը անդադար փորձում է որևէ ձևի գեներացնի իրան, չէ՞ տարբեր ուժերի մեջ էլ մարդիկ հիմա մասնակցեցին այս ընտրություններին։ Կարանք բոլորով մի տեղ լինենք, ոչ մեկ չուզեց։ Եվ այս սերունդը կարպից պայքարը 5 տարի պայքարել է, չէ՞։ Եկել է մի հատ հանգրվանի, եկել այդ հանգրվանի պահին եղբայր։ Հայտնվել է նոր ուժ, նաև կա Քոչարյանի ուժը, նաև Ծառուկյանի ուժը, ու ասում է ախպեր, մենք պետք է լինենք, մենք ենք բան անում, մենք գիտենք ոնց, ու գնում են ու տապալվում են։ Այս իմ ու քու սերունդը ամբողջությամբ այդ 5 տարի որ պայքարել են, այս մարդիկ ասում են, այ քեզ բան, ես ոնց կարող լինի։ Ու նաև այդ եկած օպոզիցիան շատ բանա, ոնց ասեմ, չեմ ուզում կլանային է, թայֆայական է, հասկանում ես, թայֆայական բան կա։ Այս սովորական ժողովուրդը ինչ անում, սովորական ժողովուրդը, չէ, գյուղում բանում։ Բա հարց ախպեր, խի չեն ընտրել։ Դե կրեիք։ Խի չեն ձեզ ընտրել 800,000 մարդ, 900,000 մարդ ձեզ խի չեն ընտրել։ 900,000 մարդ թող գնան ընտրել ձեզ։ 1.5 միլիոն մարդ է, չէ, մասնակցել ընտրությաններին։ Կար Նիկոլը տաներ իր 600,000 ձայնը, չէ։ 900,000 մարդ գնան ընտրել օպոզիցիային։ Դա թվեր կարա լինի, բայց հա? Ոնց չկարա լինի։ Վերցրու նայ Պետեր Մագյարին, Հունգարիայում։ Հայաստանի Ոնց է կրել։ Հայաստանի բնակչության հանրագումարում դες թվեր կարա լինի 900,000 մի դիմադիր ուժ տանա։ Չի կարա, եթե իրանք ճիշտ էին, կարծես ֆիքսի։ Եթե իրանք թեզը ճիշտ էր, 900,000 պիտի տար 3 ուժերին ձայնը։ 3 ուժերով 900,000 ձայն պիտի տանեին, ու ընտրեին վարչապետ։